Օրերս համացանցում ակտիվորեն քննարկվում է «Լույսը վառիր» հաղորդաշարի հերթական եթերը, որի հյուրերը բավականին սուր կարծիք են հայտնել կին-տղամարդ հարաբերությունների մասին։ Նրանց համոզմամբ, եթե տղամարդը տանը տեսնի հողաթափերով, խալաթով չհարդարված ու չխնամված կնոջ, ապա դա կարող է դառնալ դավաճանության պատճառ։ Այս տեսակետը լայն քննարկումների առիթ է դարձել բլոգերների շրջանում։ Թեմայի կողքով անտարբեր չի անցել նաև դերասանուհի Էվելինա Ստեփանյանը։ Աչքս վախեցած ա, խնամվեմ, հանկարծ չդավաճանվեմ։ Դիտեք հոլովակն առանց մեկնաբանության։ Դոր հաղորդման հերթական թողարկման հյուրերն էին դերասան ամուսիններ Լևոն Մկրտչյանն ու Էվելինա Ստեփանյանը։ Խաղի ընթացքում հետաքրքիր ու զվարճալի դրվագ է գրանցվել։ Էվելինան կատակով դիմելով ամուսնուն նշել է. «Իմ ամուսինը, իմ սիրելին, իմ ընտիրը մի տեսակ ինձ դուր չի գալիս, ալաբուլա է նա», ակնարկելով, որ կասկածում է նրան որպես սև խաղացող։ Ի պատասխան հաղորդավարը հումորով արձագանքել է. «Շատ ուշ է դրա մասին արտահայտվելու համար, Էվելինա ջան»։ Դրվագը սոցիալական հարթակներում արդեն իսկ արժանացել է օգտատերերի ուշադրությանը, առաջացնելով ակտիվ քննարկումներ։ Լևոն Մկրտչյանն ու Էվելինա Ստեփանյանն իրենց երեկոյան զբոսանքից ջերմ հոլովակ են հրապարակել։ Առաջարկում ենք դիտել այն առանց մեկնաբանության։ Քանի հազար տարի չենք քայլել միասին։ Ստեփանյանն իրենց երեկոյան զբոսանքից ջերմ հոլովակ են հրապարակել։ Առաջարկում ենք դիտել այն առանց մեկնաբանության։ Քանի հազար տարի չենք քայլել միասին։ Երկու դար է։ Ինչքան ժամանակ այլերը չենք քայլել, ասում եմ վասած։ Ասում եմ հա դե վերջին անգամ երբ ենք քայլել իրար։ Ասում եմ նա հիմա քայլում ենք։ Շատ հաճելի է։ Քանի հազար տարի չենք քայլել միասին։ Երկու դար է։ Ինչքան ժամանակ այլերը չենք քայլել, ասում եմ վասած։ Ասում եմ հա դե վերջին անգամ երբ ենք քայլել իրար։ Ասում եմ նա հիմա քայլում ենք։ Շատ հաճելի է։ Նկատել եք այս կասկադում ինչքան մելանխոլիկ մարդիկ կան աստվածին։ Օրսակ մեր կյանքում որքան շատ է դրաման։ Հոլովակից զատ Էվելինան կիսվել է նաև լուսանկարով և գիծ գրառում արել։ 1000 տարի առաջ էի էստեղ եղել։ Հետգրություն. դրսում մեզ ժպտացող մարդիկ ենքան շատ են։ Հաճախ հետո գրում եք, որ անհարմար եք զգացել մոտենալ։ Երբ տեսել եք այդ պահին մենք կշփվենք, թե ոչ, մի կողմ թողնենք։ Կարևորը հրաշալի է, երբ կան մարդիկ, ովքեր լցված են սիրով, խաղաղությամբ ու դրականն են։ Կարողանում փոխանցել անգամ մեկ հպանցիկ հայացքով, իսկ ում աչքերում կա քննադատություն, կռիվ ու անհանդուրժողականություն, դրանում յուրաքանչյուրը վնասում է միայն ինքն իրեն, ուրիշ ոչ մեկի։ Սիրելիներս, մենք ունենք մեր անձնական կյանքը, որը կար բոլորիցդ անկախ ու կա բոլորիցդ անկախ, այնպես որ սեր տալուց կստանաք նույնը, բացասականը փոխանցելուց կարժանանաք նույնին։ Իզուր չի, որ ով ինչ անի, իրեն կանի։ Նշված էր նրա անկեղծ գրառման մեջ։ Եղանակ, որն այդքան էլ նրա սրտով չի և հոլովակում բարձրաձայնած մտքերը։ Առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Ում ակնհայտ է իմ դեմքից, թե ինչքան չեմ սիրում այս եղանակը ու ինչքան չեմ սիրում խցանման մեջ հայտնվել։ Ինձ թվում է պուլսս կկանգնի այս խցանման մեջ։ Բայց հոբ արապ չենք մնում, մտածում ենք։ Ասած ժամանակ սիրում ենք մտածել, գիտեք։ Ցավոք սրտի երբեմն, որովհետև շատ մտածելը հաճախ խանգարում է եւ ոչ թե օգնում։ Անդ մեջ հաշվարկում ես ռիսկերը, դու ռիսկի չես դիմում։
լիքը հարցերում։ Բայց ես գնալով ավելի եմ համոզվում, որ մեր ուղեղը ամենամեծ պարազիտն է, որը խանգարում է մեզ առաջ գնալ։ Եվ մենք անընդմեջ մեզ տվել ենք ծրագրեր, իսկ այդ ծրագրերից ազատվելու դեպքում մենք կգանք մեր իրական եսին, երբ որ մաքրենք մեր ուղեղի սխալ պարունակությունը, իսկ դա շատ բարդ աշխատանք է։ Կամ որ ասում են մի մտածի, օրինակ իմ շրջապատից ինձ շատ սիրող հարազատ մարդիկ երբեմն երբ ինձ տեսնում են, անհանգստացած, էլի ինչ-որ հարցերով, մտքերով, խորանալով, պատասխաններ փնտրելով, ասում են, ինչ ես քեզ շատ ծանրաբեռնում, մի արա։ Եթե կարողանայի, չի անի, բայց պատկերացնենք մի պահ, երբ դուք անհարմար տեղում նստած եք, համարենք ասեղների վրա, այն յոգայի ասեղների վրա կամ էլ պարկած եք կամ կանգնած եք, ես փորձել եմ դա ու իրոք շատ անհարմար է։ Համարենք դուք դրա վրա կանգնած եք, ձեզ ցավոտ է, նեղվում եք, ուզում եք իջնեք վրայից, լիարժեք լինեք, խաղաղ լինեք, հանգիստ լինեք, էլ ձեզ վատ չլինի։ Ոնց կշարունակեք վրան կանգնել, ամեն ինչ կանեք, որ իջնեք, չէ՞ վրայից։ Հիմա նույնը ինձ մոտ է, կամ մեզ մոտ է, ինձ նման մարդկանց մոտ է։ Եթե դա մեզ չանհանգստացներ, չէինք մտածի։ Այլ հարցը թե այդ մտքերը քեզ ուր են տանում։ Եթե դու անընդհատ մտածում ես եւ ժամանակը ցույց է տալիս, որ դու ոչ մի լավ տեղ չես գնում, բնականաբար ուրեմն պիտի կամ հայացքդ փոխես, կամ ինչ-որ մեկի օգնությանը դիմես, կամ փիլիսոփայություններդ փոխես, վարվելակերպդ, վերաբերմունքդ, չգիտեմ, հազար բան կա։ Բայց եթե ինչ-որ պահի ծանր այդ շրջանը, ամենայն դեպս այդ փնտրտուքների շրջանը ու դու գալիս ես վերջում որևէ ճշմարտության եւ տենց ամեն հարցի դեպքում, ուրեմն ճիշտ ճանապարհով ես գնում։ Ու եթե խաղաղվում ես, ուրեմն ճիշտ ճանապարհով ես գնում։ Փախնելը խնդրից լուծում չի։ Խնդրի լուծումներ գտնելն է տանում լուծման։ Փորձելը լավ գոնե։ Ու ով փնտրում է, նա գտնում է։ Դա փաստ է։ Անհերք է։ Բամբասկոտ մարդկանցից զզվում եմ, կան չէ մարդիկ, ովքեր միշտ ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտի մեջ են։ Իրենց էլ չեմ սիրում, ու կան չէ, որ չեն հասկացել, որ խնդիրը ոչ թե մնացածի, այլ հենց իրենց մեջ է։ Իրենց նույնպես չեմ սիրում։ Կան այնպիսիք, ովքեր մի հոգու բամբասանքի զոհը դառնալով առանց պարզաբանումների հարաբերություններ են փչացնում հենց այն մեկի հետ, ով իբր իրենց մասին վատն էր խոսել, այն առաջինի պատմածով։ Ֆու, ես ամենաշատը երևի հենց այդ կախական չհավատացողներին չեմ սիրում։